Ընթացիկ տարվա սեպտեմբերից մեկնարկած իրազեկ քաղաքացին համատերը երկու ծրագիրը նպատակ ունի բացահայտել համատիրությունների աշխատանքային գործունեության մեջ առկա բացերն ու խնդիրները։ Հատուկ չափորոշիչների հիման վրա 3 համատիրությունը հետազոտվում ներկա պահին առանձնացվել են Կարին, Նորանի, Հույս ու Շիրակ համատիրությունները։ Նպատակ ենք դրել մեր առջև ուսումնասիրել Գյումրիում գործող համատիրությունների առկա վիճակը, թե ինչ վիճակում են գտնվում եւ որոշակի խնդիրների բացահայտման միջոցով որոշակի առաջարկություններ անել դրանց գործունեության բարելավման հետ կապված։ Ծրագրի իրականացման ընթացքում բազմաթիվ խնդիրներ երևան եկել հստակ է, որ բնակիչ իրազեկ չէ ոչ համատիրության աշխատանքից, ոչ համատիրության գործառույթից, ոչ էլ իր ունեցած իրավունքից, միայն հստակ գիտի, որ պետք է վճարում կատարի։ Իրականում համատիրությունը ոչ թե գումարներ հավաքելու եւ ըստ որոշակի կարիքների կամ ոչ կարիքների ծախսելն է, այլ հստակ օրենքը սահմանում է պարտադիր նորմեր, որ ցանկացած համատիրություն պետք է տանի եւ հիմա մենք կոնկրետ հետազոտություն ենք անում, թե ընդհանուր ծախսված միջոցների մեջ որ մասն է, որ ուղղվում է պարտադիր նորմերին։ Շատ մեծ խնդիր ունենք բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման հետ կապված, անհրաժեշտ է, որ բնակիչների մեջ մտցվի այն այսպես ասած մտածելակերպը, որ եթե իրենք վճարում են, իրենք իրենց վճարածի տերն են։ Ըստ ծրագրի փորձագետի իրենց նախնական դիտարկումների համաձայն գրեթե բոլոր համատիրություններում առկա են կուտակված դեբիտորական պարտքեր։ Կարեն Պետրոսյանը դրանք պայմանավորում է ինչպես բնակչի անվճար ունակությամբ, այնպես էլ փակ դռների առկայությամբ։ Հաջորդ կարևոր խնդիրը, որ մենք բացահայտել ենք, դա այն է, որ համատիրություններում գրեթե մասնակիցները չեն մասնակցում համատիրության կառավարման գործընթացին։ Մինչդեռ օրենսդրությունը ասում է, որ համատիրությունների ամբողջ կառավարումը պետք է լինի համատիրությունների մասնակիցների կողմից եւ համատիրության ղեկավարները պետք է պարբերաբար ծանոթացնեն համատիրության անդամներին ընդհանուր ժողովների մասին, մինչդեռ մեր դիտարկումները ցույց է տվել, որ շատ քիչ տեղերում է, որ գրեթե ոչ մի համատիրություն պատշաճ կարգով օրենքով սահմանված համատիրությունների ժողով չի հրավիրել եւ չի ներկայացրել համատիրության գործունեության հաշվետվությունը ըստ օրենքով սահմանված կարգի։ Մինչև երկրորդ ծրագրի իրականացումը Կոմպասը ևս մեկ նույնանուն ծրագիրն էր իրականացրել խնդիրները նույնն են ասում է ծրագրի պատասխանատուն ու նշում, որ կան դեպքեր, երբ համատիրությունը կատարում է մի աշխատանք, որն օրենքով սահմանված է,
լիազորությունը չէ։ Օրինակի համար ասենք բագում խաղահարաբարակ կառուցելը ընդհանրապես համատիրության պարտադիր նորմերի մեջ չի մտնում։ Օրինակ պայմանականորեն ասենք որ պարտադիր նորմերի մեջ մտնում է փոստային արգղերի տեղադրումը։ Հիմա դուք գնացեք տեսեք թե բնական շենքերում քանիսում է որ փոստարգղերը գործում է։ Նաև ուզում ենք այս ծրագրի շրջանակներում հասկանալ, թե արդյոք մարդ լավ եթե բնակիչը իրազեկված չէ, բայց համատիրությունը ինչ-որ գործ արեց, արդյոք այդ աշխատանքները համատիրության կողմից արված կապ ունեն բնակիչների վճարելիության մակարդակի հետ, եթե կապ ունեն, ինչքանով կապ ունեն ու ինչ մեխանիզմներ մշակենք, որ բարձրացնենք և համատիրության կողմից աշխատանքի կատարման մակարդակը և բնակիչների կողմից արդեն վճարման մակարդակը։ Իրաց քաղաքացին համատերը երկու ծրագրի շրջանակներում հետազոտությունների զուգահեռ ծրագրի փորձագետները նախատեսում են բնակչության շրջանում իրավունքների և պարտականությունների մասին քարոզարշավ անցկացնել։ Արմեն Հիմինեսյան, Խան Հովհաննիսյան այսօր։